այս սերտողությունը, որ սկսանք, Հիսուս Քրիստոս վերադարձը այսօր մեր վերջագետին պիտի հասնի եւ սկսանք Հիսուսի խոստումներով, թե Հիսուս խոստացած է, որ իդ պիտի գա, իր առաջին քալուստի մասին խոսեցանք, թե ինչպես մարգարեությունները, որ գրված էին, բոլորն ալ կատարվեցան եւ կտեսնենք, որ ինչ որ կատարվեցավ Հիսուսի առաջին քալուստովը, ադիգա արդեն ինքնին մեծ փաստն է, որ Աստծո խոսքը ճշմարտություն է, որտեղ քանի մարգարեություններ կար, որ Հիսուսը պետք է կատարեր եւ այդ բոլորն ալ կատարեց իր առաջին աշխարհ քալովը։ Եվ անշուշտ տեսանք, թե այս մարգարեությունները, որ կան Հիսուսի երկրորդ քալստյան մասին, արդեն ինչ որ պետք է բադահի մարգարե Հիսուսի քալստեն առաջ քիչ թե շատ լեցված է եւ մեկ բանը որ կմնա ան է որ Հիսուս կա եւ իրենները հապշտագե թեպի երկինք եւ ինչպես առաջին քալուստին ասենք թե առաջին բաժինին մեջը անդեսանելի էր ամեն մարդ լուրջ ունեցավ Հիսուսի աշխարհքալեն բայց երբ որ իր առաքելությունը սկսավ ամեն մարդ գիտավ որ մեսիան եկած է ճիշտ նույնպես ալ ասենք թե երկրորդ քալստյան առաջին մասը որ հապշտագությունը պիտի լա ամեն մարդ պիտի չի տեսնե անշուշտ պիտի զարմանան թե ինչ պատահեցավ այսչափ մարդիկ մի անգամ են պիտի անհետանան բայց ինչպես ասի սուդեր պիտի անեն եւ պիտի փորձեն բացատրել անոնց բացակայությունը բայց երկրորդ քալստյան երբ որ Հիսուս կա մեկը պիտի չգրնա ասել որ չենք գիտեր կամ թե այսինքն ասի երկրորդի քալուստն է Հիսուսի քալուստն է ամեն աչք պիտի տեսնե գսե եւ ագանց լսե եւ գխորին որ տեխնոլոգին անի պիտի կարելի դարձնե եւ անշուշտ անցած շաբաթ խոսեցանք թե ինչ պիտի բադահի հապշտագության եւ երկրորդ հայտնվելուն մեջտեղը խոսեցանք Հիսուսի աթորին մասին Թադաստանի աթորը որ հավատացյալներուն համար է Քրիստոսի ադյանը որ ամեն հավատացյալ իր կյանքին համար հաշիվի դա իր սածին, հրածին, խորածին եւ անգե վերջը Քրիստոսի ադյանեն վերջը դեսանք թե բիդի քարնուգին հարսանիքը կդարվի եւ ամեն հավատացյալները իրենց մրցանակները ստացած իրենց վարձատրությունները թակերու մասին խոսեցանք ինքպես թակեր պիտի ներգայանան Հիսուսի հարսանիքին այսօր պիտի վերադառնանք Դանիել քրքին 70-րդ շաբթվան որովհետեւ անցյալ անգամ ասինք թե 69 շաբաթները որ կան ճիշտ կներկայացնեն Հիսուսի ծնածօրեն մինչե ներողություն Երուսաղեմի հրաման դրվիլը որ երթան դաջարի շինեն այն օրվան է մինչև Հիսուսի խաչելությունը ճիշտ 69 դարիներ կներկայացնե որ 483 դարիներ էր ճիշտ այդ օրը Հիսուս խաչվեցավ եւ կդարվեցավ այդ մասը բայց շաբաթ միևս կմնա Դանիելի քիրքի մեջը 70-րդ շաբաթը եւս ինք ամեն մեկ շաբաթը 7 դարի կներկայացնե 7-րդ շաբաթը դակավին չէ կդարված եւ ինչ կբադահեցավ 60-րդ շաբթվա եւ 70-րդ շաբթվա մարգարեությունների միջեւ որ Դանիել քրքի մեջ գիշվի շնորհքի շրջանը սկսավ եւ այս 70 դարիներու 70 շաբաթներու մարգարեությունը շատ հստակ է որ հрьяաներուն համար է եւ եկեղեցին ասոր մեջ բաժին չունի ոչ մեկ բան գիշվի եկեղեցի մասին եւ երբ որ Դանիել սկսի խոսիլ 70-րդ շաբթվա մասին հոն դարձյալ պատմությունը կդառնա Իսրայելի ժողովրդին վրա թե ինչ պիտի բադա իրենց ինչ պիտի լա եւ 70-րդ շաբաթը որ կդարվի մենք պիտի գտեսնենք որ այս բոլոր պատմությունը սկիզբեն մինչև վերջ ինչ որ սուպիրքի մեջ մարգարեացված էր ամենը իր գադարելությամբ դասնի եւ նոր երկինք նոր երգիր որ հայտնություն 21-ի մեջ գիշվի շատ չեմ զերանոց մեջ երտալ բայց նախ տեսնենք թե ինչ կբադահի այստեղը
այդ 7 դարվա ընթացքին 70-րդ շաբաթին երկրին վրա ինչ կբադայի, երբ եկեղեցին երկինքն է Քրիստոսի ադյանեն վերջ քարնուգին հարսանիքին կմասնակցի։ Նույն ադենը կտեսնենք, որ աշխարհի վրա ամեն տեսակ խառնակցություն կսկսի։ Հայտնություն գիրքը 6-8-րդ գլուխները շատ հստակ կերպով մեզի կներկայացնեն մանրամասնորեն, թե այդ 7 տարիներուն, որ Դանիել մարգարեացավ, նույնպես հայտնության մեջ կվավերացվի, ինչպիսի բաներ պիտի պատահին, սարսափելի պատերազմներ, ըմբոստություններ, արգածներ, փնությունը իրար պիտի անցնի եւ այս 7 տարիները դարբեր դեղեր, դարբեր անուններով կհիշվին, 3 անուններ, որ կգրտնվին, ուզեմ ցեզի ներկայացնել։ Առաջինը Եսայի 2-րդ գլխուն 12-ին 22 համարներու մեջն է, որ կգոչե դերոջը օրը 12-ին 22։ Այսօր շատ համարներ պիտի կարդամ, համբերեցեք, բայց կարևոր է, որ տեսնեք եւ լսեք եւ հասկանաք։ Վասնզի զորքերու դերոջը օրը բոլոր ամբարտավաններուն ու բարձրամիտներուն եւ բոլոր հբարտներուն պիտի հագարագի։ Լիբանանի բոլոր բարձրացած ու վերացած եղևնիներուն վրա ու Փասանի բոլոր գաղիններուն վրա, բոլոր բարձր լեռներուն վրա ու բոլոր բարձրացած բլուրներուն վրա եւ բոլոր բարձր աշտարակներուն վրա եւ բոլոր ամուր բարիսպներուն վրա եւ Թարսիսի բոլոր նավերուն վրա եւ բոլոր հաջելի երևցած բաներուն վրա պիտի բարձրանա։ Բարձրանալ բառը, որոս կգործած է հբարտության մասին է որ խոսի, եթե շուտկիրքը գարտանք անշուշտ սատանայի մասին, որ սերդեցին կոն շատ հստակ ինքնին ուզեց բարձրացնել, աստուծո ավելի բարձր դեղ գրավել եւ ադոր մասին է որ խոսի հբարտության։ Այս համարները մեզ գսեն թե Աստված բոլոր հբարտացածներուն վրա իր փարգություն պիտի թափե, գսե մարդուն անբարտավանությունը պիտի ցածնա, մարդոց հբարտությունը պիտի խոնարի, այն օրը միայն դերը պիտի բարձրանա, գուրքերը բնաչինչ պիտի լան, քարայրներու մեջ ու երկրին խորոչները պիտի մտնեն, դերոջը վախեն եւ անոր վեհապարությանը մեծութենեն, երբ ինք երգիրը սարսելու ելե։ Այն օրը մարդ խլուրտներուն ու չղջիկներուն պիտի նետե իր արձաթեղեն գուրքերն ու իր ոսկեղեն գուրքերը, որոնք շիներ էին երկրբակելու համար, որբեսի դերոջ վախեն ու անոր վեհապարության մեծութենեն, աբարաժներուն ծագերը ու վեմերուն ձերբերը մտնե ու երբ անիգա երգիրը սարսելու կա։ Գտեսնենք, որ մարդ արարածը իր հբարտության մեջ ամեն ինչ որ ուներ, որոնց կվստահեր, այս համարները բարձաբես մեզի կբացատրեն, թե պիտի հասկանան, որ ամենալ բարաբե եւ պիտի թիմեն քարայրներու ժայռերու, ինչպես հայտնության մեջ ալ նույն խոսքերը կտեսնենք, որ պիտի երթան այն դեղերը, որբեսի ապահովություն գտնեն եւ իրենց ոսկին արձատը ոչ մեկ օգուտ պիտի ունենա իրենց, երբ որ կսե դերոջ օրը Աստված իր փարգությունը անոնց վրա թափե։ Ուրեմն առաջին դերոջ օրը կգոչվի այս 7 տարիներուն շրջանը։ Երկրորդը կտեսնենք, որ մենք շատ անգամ գործածենք մեծ նեղությունն է, նեղության օրերը եւ հետաքրքրական մասը այն է, որ այսօր երկրորդ օրինացեն, թե օրենքներու ժամանակեն այս մարգարեությունը Աստված կուտա Մովսեսի երկրորդ օրինաց 4:30 կխոսի այսօր մասին, երբ քու վրա նեղություն կա Հակոբին համար գսե, Հակոբի սերունդին համար, այս բոլոր բաները վերջին օրերը քեզի բադահին։ Եթե դերը քու դեր Աստծույթ դառնաս ու անոր խոսքերը մտի գնես, գսե քու դեր Աստվածը պիտի ողորմի քեզի եւ ասիգա կխոսի այդ վերջին 7 տարիներու մասին, 70-րդ շաբթվան մասին, որ այնադեն է, որ հրյաները պիտի արթնան, երբ որ տեսնեն, որ սխալ մեսիան է, որ ընդունած են Աստուծո պիտի դառնան եւ
անշուշտ պիտի փրկվին, բայց նույնադեն պիտի չարտվին ներին գոմեն եւ պիտի գործվին մեծ թիվով։ Նույնը կգարտանք նույն անունը գուտա հայտնություն 7:14-ի մեջ կսե ես ալ ասի անոր դերիմ թուն գիտես սավ ինձի ասոնք են մեծ նեղութենեն եկողները որոնք իրենց հանդերձները լվացին ու զանոք քարնուգին արյունովը ջերմուծուցին մեծ նեղութենեն եկողները որոնց մասին ինչի մասին է ասնորեն 7 դարիներու մասին մեծ նեղության 70-րդ Դանիելի 70-րդ շաբաթը եւ վերջին նկարագրությունը այս օրերուն հայտնություն 6:17-ի մեջ կգարտանք որ գսե բասնզի անոր փարգությանը մեծ օր եկավ ով գնա թիմանալ դերոջը փարգության օրը մարգարեությունների մեջ ալ այս բառը գիշվի ուրեմն այս 3 անուններով կներկայացվին այս վերջին շաբաթը 70-րդ շաբաթը որ 7 դարիներն են մեծ նեղության որ պիտի բադային ամիջապես Քրիստոսի իր եկեղեցին հափշտակել են վերջ միշտ այս հարցումը հաջորդ որ պիտի համարներ դամ ցեզի միշտ հարց եղած է թե արդյոք եկեղեցին պիտի անցնի մեծ նեղութենեն եւ այսօր շատեր կան գավադան գսեն այո պիտի անցնի մեծ նեղութենեն իսկ մեր եկեղեցին մեր հավատքը մեր վարտաբերությունը գավադան կոր եկեղեցին պիտի չանցնի այս մեծ նեղութենեն եւ շատ ավելի համար գա այս գոմը պաշտպանող քան թե այն համարներ որ գբերեն ասելու թե մեծ նեղության մեջ են պիտի անցնին մի քանի օրինակներ գուզեմ դալ եւ ասոնցմով գուզեմ կարճ ձևով հարցը այսօրվա համար լուծել բայց այսօր գողքին շատ ուրիշ համարներ եւ ասենք օրինակներ կան սուբկիրքի մեջը նոյի օրինակը ովդի օրինակը որ Աստված իր արդարները վերցուց հետո իր բարգությունը թափեց բայց հadouk այս համարները որ պիտի գարտամ խոստումներ են ծևոմը որ ավելի կստագացնեն Աստուծո ընելիքը գսե Երեմիա 37 Երեմիա 30-րդ գլխուն 7-րդ համարը գսե վայ քանզի անիգա մեծ օր է անոր բես չգա անիգա Հակոբին նեղության ժամանակ պիտի ըլլա բայց անգե պիտի ազատի ինչ ասիկա Հակոբին նեղության օրը ով է Հակոբը իր անունը նաև Իսրայել էր ասել թե մեծ նեղության դարիները 7 դարիները պիտի լան Իսրայելի համար եւ ոչ եկեղեցին համար հոս շատ հստակ կնե ասկե ավելի հստակ չի գնալ անիգա Հակոբին նեղության ժամանակը պիտի լա վայ քանզի անիգա մեծ օր է անորվես չգա անիգա Հակոբին նեղության ժամանակը լա շատ հստակ է չէ բացատրություն չուզեր հետո Դանիել 9:24 Դանիել 9:24 կսե հանցանքը վերջացնելու ու մեղքը հացնելու եւ անօրենությունը կավելու ու հավդենական արդարությունը բերելու ու դեսիլքին ու մարգարեությունը կնքելու ու սուրբերուն սուրբը օձելու համար քու ժողովրդիդ ու սուրբ քաղաքին համար 77-նյակ որոշված է նորեն 77-նյակը որուն համար է քու ժողովրդիդ կսե որոնք են Աստծո ժողովուրդը Իսրայելի ժողովուրդը ասիգա եկեղեցին նորեն դուրս կծկե աս վերջին 7 դարիներեն անգևերջ գանցնինք հայտնություն 3:10 խոստումը մեզի հայտնություն 3:10 Սե որովհետև իմ համբերության խոսքը սպայեցիր ես ալ քեզի պիտի բահեմ փորձության ժամանակ որ պատրաստ է քալու բոլոր աշխարհի վրա երկրի երեսը բնագողները փորձելու համար
այս խոսքը գովի Ֆիլադելֆիայի եկեղեցին եւ եկեղեցիներու շրջանին համար է ասիգա եկեղեցիներու մասին խոսի այս Հովաննու հայտնություն Հովաննույն առաջին 3 գլուխները եկեղեցին մասին է եւ 4-րդ գլխու մեջ այլևս եկեղեցին չի հիշվիր, այլ երկինք կբացվի եւ Հովաննես Սարակյալը ինքնինքը երկինքի մեջ կգտնե եւ այլևս կսկսի ամեն բան տեսնել երկինքեն, թե ինչ կբադահի։ Ասիգա շատ հետաքրքրական է որ երկինքը որ կբացվի Հովաննես Սարակյալը վերգել է եւ այս համարները երկինքը չի բացված Աստված արդեն Ֆիլադելֆիայի եկեղեցին գսել քեզի փորձության համար չէ քեզի պիտի բահեմ գսե փորձության ժամանակ այսինքն որ բոլոր աշխարհի վրա պիտի կա գխոսի ասի եկեղեցին հապշտակութենեն հետ եկող այդ մեծ նեության մասին որ կարդացինք ուրիշ թեմա խոստումը առաջին Թեսաղոնիկեցիս 5:9 ասի շատ զորավոր խոստումն է գսե բասնզի Աստված մեզ փարգության համար չորոշեց հաբա փրկություն ստանալու համար մեր Տեր Հիսուս Քրիստոսին ցերկով փարգության համար չորոշեց գսե եւ քիչ առաջ կարդացինք հայտնություն 6:17-ի մեջ որ փարգության օրը որ օրն է մեծ նեղության մասին խոսի նորեն կդեսնենք որ Աստված կազատե իր ժողովուրդը եւ առաջին Թեսաղոնիկեցիս 1:10 գսե եւ սпасելու անոր որդին երկնքեն քալուն որ ինք մերելներեն հարուցանեց այսինքն Հիսուս Քրիստոսի որ գազադե մեզ քալու փարգութենեն գազադե մեզ քալու փարգութենեն չեմ գիտեր որքան ավելի հստակ կնալալ այս համարները շատ հստակ կնեն որ եկեղեցին բաժին պիտի չունենա այս մեծ նեղության մեջ եւ Ուգաս 21:34-36 մեզի գբադվիրե կսե իսկ դուք զսկուշացեք ձեր անձերուն չլա որ սրդերնից գերուխումով ու քինովությունով ու աշխարհային սպամունքներով ծանրանա ու հանգարձակի այն օրը ձեր վրա հասնի Բասնզի բոլոր երկրին երեսը բնագողներուն ամենուն վրա որոքայթի մեզ պիտի հասնի ուստի արթուն գեցեք եւ ամենադեն աղոտ գրեք որբեսի բոլոր նեղություններեն ազատիկ եւ որդին մարդո արչեւ գայնելու արժանի լակ նորեն այս բոլորը սազնիս այս համարը իրարու հետ կգաբե մեծ նեղության մասին գսե արթուն գեցեք սկաստեղեք որբեսի այդ նեղություններեն ազատիկ ուրեմն ինչ է քախնիկը այդ մեծ նեղություններեն ազատելու արթուն եւ սկաստլալ հոգիով արթուն եւ սկաստ մեղքերեն մաքրված սրբված ուշտեմը կսե մաքուր հանդերձներով պատրաստելան Քրիստոսը թիմավորելու եւ ինչ պիտի բադայի ամիջապես վերջ երկրորդ Թեսաղոնիկեցիս 2:3 եւ 8 մեզի գսե չլա թե մեկը ցեզի խափե գերբոմը վասնզի այն օրը պիտի չկա ապստամբութենեն առաջ ու հայտնվի անօրենության մարդը գորստյան որդին ու յետքը պիտի հայտնվի այն անօրենը որ Տերը Հիսուս իր Փերնին շունչովը պիտի սպարե ու իր քալուստին հայտնությամբ պիտի գործընծնե ասիգա գխոսի անտիքրիստոսիների մասին եւ գսե այդ օրը հապշտակությունը պիտի հապշտակութենեն ամիջապես վերջ պիտի Երևան ելները մեղքի եւ ինչսավ անօրենը սավ այդպիսի բառը ադի գխոսի անտիքրիստոսին մասին եւ ադի պիտի գդարվի հապշտակութենեն ամիջապես վերջ եւ Դանիել 9:27 գխոսի նարեն նույն իրարու հետ կգաբին այս բոլորը 9:27 ու յոտնյակ մը շադերուն այդ ուխտը պիտի հաստատե յոտնյակի մեջտեղը զոհն ու բադարակը պիտի թատրեցնե
ու ավերողը բղձության դաջարին վրա պիտի ըլլա մինչև որ ավերվածին վրա նախասահմանյալ գորուստը տապի նույն բացատրությունն է ոս Դանիելը 7-նյակի մասին գխոսի նորեն 70-րդ 7-նյակի մեջ գխոսի ուխտի մասին ինչ է ուխտը որ անտիքրիստոսը խաղաղություն պիտի գնքի ամենունետ եւ պիտի արդոնե որ դաջարը շինվի եւ դաջարը շինվել են վերջ 3.5 տարին գսե պիտի կա բղձության դաջարին վրա պիտի լա գսե եւ հոնդեր պիտի ուզե որ զինքը բաշտեն այն ադեն հрьяաներ պիտի արտնան շադուշ պիտի լա բայց վերջավորության գսե նախասահմանյալ գորուստը մինչեւ պիտի մնա մինչեւ որ նախասահմանյալ գորուստը թափի 7-րդ տարվան վերջը առաջին Հովաննու 2:18 առաջին Հովաննու 2:18 գսե որքակներ վերջին ժամանակն է ու ինչպես լսեցիք ները պիտի կա եւ արդեն շատ ներեր եկած են ատկե գիմանանք թե վերջին ժամանակն է ները պիտի կա գսե շատ ներեր եկած են գսե հիմա շատեր գշվարին աստեղ որ ինչ կբադայի ները պիտի կա գսե դու արդեն ներեր եկած են գսե այս ները որ հոստեղը գկրե Հակիր նույով է, որ սել է թե հադուկ անցման է, որ պիտի կա, որ անտիքրիստոսի մասին է, որ գխոսի, բայց շատեր արդեն ների հոգիով եկած են եւ կացած են եւ կան դակավին այսօր սալ, բայց իրենք փուն ները չեն։ Ստայեմ, որ YouTube-ի վրա հանդիպած եք վիդեոներու, որ գսեն ասի ները, իր անունը 666 գումարեսն է, բաժնակված ասպես հաշիվներ գնեն գսեն որ ասինչ անցներ որովհետև անունին թիվը 666 էր չեմ սեր որ ադոնք քեշմատիկ ների հոգիով էին բայց ները չէին ները երբ որ կա ամեն մարդ պիտի գտնա եւ ինչ պայմաններ որ դրվեցավ մեզ ոստեղ գսե թե ուխտ պիտի շադերունետ խաղաղության ուխտը, հрьяաներուն հետ դաջարին ուխտը եւ անշուշտ նախ եկեցին պետք է հապշտակված լա որ այս բոլորը պատահին եւ սատանային մասին աս 7 տարվա ընթացքին սատանան դակավին ուժ ունի երկինքի մեջ բայց 3.5 տարվան 7 տարվա մեջտեղ 3.5 տարինս է սատանան վար պիտի ցկվի այլևս սատանան ալ երկրի վրա պիտի լա ներին եւ անտիքրիստոսին հետ հայտնություն 12 9 եւ 12 գսե ով որ ագանջ ունի թող լսե առաջին կազանին իշխանությունը գոկտակորձեր ու անոր արչեվ ու երգիրը եւ անոր բնակիչները գստիբեր որ երկրբակություն ունեն ներողություն սխալ է գտա ադիգա անտիքրիստոսին համար է 10-րդ գլուխն է 13-րդ գլուխ ուստի վարձկվեցավ մեծ վիշաբը այն առաջվան օծը որ փանսարգու ու սատանա գոչվի որ բոլոր աշխարհ մոլորեցուց իր ռեշտակներն ալ իրեն հետ վարձկվեցան երկրի վրա ասոր ամար ուրախացեք ով երկինք ու անոր մեջ բնագողներ վայ երկրին ու ծովուն վասնզի փանսարգուն ցեզի իջավ որ շատ բարգացած է գիտնալով որ քիչ ժամանակ պիտի գենա հստակ կերպով գբացադրե որ սատանան վար պիտի ցկվի այլևս երկինքի մեջ դեր պիտի չունենա եւ իր թակավորությունը որ ունի ամբողջը երկրի վրա պիտի կա եւ վայ անոնց որ այդ բոլոր թիվային աշխարհը երկրի վրա կա երևակայեցեք ինչ կպիտի բադայի այս աշխարհի վրա վայ անոնց որ հոսեն հայտնություն 12 մեգեն բեցի մեջ կգարտանք որ երբ որ երկրի վրա կա պիտի հալածե հрьяաները չէ 70 տարին հрьяաներուն համար էսի պիտի
հրյաներուն յետևեն լա գսե երկինքի մեջ նշանը երևցավ գիմը արևը հակած էր ու լուսինը ցկած իր ոտքերուն վրա եւ իր գլխուն վրա 12 աստղե բսակը անհղի էր ու երկնքի մեջ լալով ծնանելու համար շատ նեղություն քաշելով գբորար երկնքի մեջ ուրիշ նշան երևցավ եւ ահա մեծ շարակույն վիշապը որ 7 գլուխ ու 10 եղջյուր ուներ ու իր գլուխներուն վրա 7 թակ անոր բոչը երկնքի աստղերուն երրորդ մասը քաշեր ու զանոնք երկրի վրա ցկեց եւ վիշապը գեցավ այն գնոջ արչեւ որ ծնանելու վրա էր որբեսի երբ ծնանի անոր զավակը գլե գինը արու զավակ ծնավ որ երկաթե խավազանով պիտի հովվեր բոլոր ասկերը անոր զավակը հափշտակվեցավ աստծոքով ու անոր աթորինքով գիննալ անաբադը փախավ ուր անոր դեղ պատրաստված էր աստուծմե որբեսի հոնգերագրվի 1260 օր as 1260 օրը գնե 3.5 տարի ասի գխոսի վերջին 3.5 տարին մասին որ հрьяաները պիտի հալածվին հիմա as գնգան բատկերը որ գա որ զավակ կծնի զավակը Հիսուսը կներկայացնե գինը Իսրայելի ժողովուրդն է Հիսուս Իսրայելը եկավ զավակը որ արնվի գսե գինը անաբադը պիտի փախի որովհետև պիտի հալածվի գսե ասիգա հрьяաներուն մասին է որ գխոսի ուրիշ տեղ հայտնություն 12-14-ի մեջ նորեն հստակացնե գսե այն գնոց մեծ արձիվի երկու թևեր դրվեցան որբեսի անաբադ իր դեղը թրջի օծին երեսեն ուր պիտի գերագրվեր ժամանակներ ու գես ժամանակ այսինքն նորեն 3.5 տարի եւ վերջին դեղը որ այս նույն քահապարը կհիշվի 13:5-ին մեջ է ուր գսե անոր մեծ բաներ ու հայություններ խոսող փերան դրվեցավ եւ 42 ամիս անոր իշխանություն դրվեցավ իր գամքը անելու 42 ամիսը գնե 3.5 տարի եւ սատանան ազատ կերպով պիտի վնասե հալածե չարչարե բոլոր հрьяաները եւ անոնք որ այդ մեծ նեղության մեջ դեր վիդենտունին բոլորն ալ պիտի հալածվին եւ Դանիել 12:1-ի մեջ կգարտանք Դանիելը եւ հայտնությունը զուգահեռ գերտան շատ ճշմարտություններ որ Դանիելի մեջ կան կգտնվին հայտնության մեջ գսե այն ժամանակ Միքայել մեծ իշխանը պիտի ելե որ քու ժողովրդի որդիներուն վրա գնա ու այնպիսի նեղության ժամանակ պիտի լա որու նմանը ասկլալեն մինչև այդ ադեն եղած չէ ու այն ժամանակ քու ժողովուրդը պիտի ազատի այսինքն ով որ քրքին մեջ գրված գտնվի հիմա ինձ ասեք այս ժողովուրդը եղած ադենը եկեղեցի գար ոչ Դանիելի ժամանակ եկեղեցին քահապարին նույնիսկ չգար ասիգա գխոսի Իսրայելի համար եւ շատ հստակ է որ այս վերջին 7 տարիները Իսրայելի ժողովրդին համար են Իսրայելի հալածանքն է ինչպես Հակոբի նեղության օրը գարտացինք երկրորդ օրինացի մեջ եւ եկեղեցին բաժին չունի եւ եկեղեցին այս բոլորեն դուրս է արդեն հապշտակված պիտի եւ ասիգա մեզի ծեվոմա հույս կուտա ուրախություն կուտա ոչ թե որ այսինքն հիմա չենք գնալ հալածվիլ հիմա գնանք հալածվիլ շատ երկիներ մեջ արդեն քրիստոնյաներ գալածվին այսօր Նիջերիայի մեջ 200 քրիստոնյաներ մեր ցուցած էին իսլամները եւ քրիստոնյա լալուն համար սելչեթե պիտի չի հալածվենք բայց կոնե այս համարները մեզի կսեն թե այդ մեծ նեղության ժամանակ մենք բաժին պիտի չունենանք անոր մեջ Մատթեոս 24 15-24 մեզի գխոսի
մեծ նեղության ժամանակի մասին Մատթեոս 24-ը պետք է ասեմ, որ քիչ մի շվարելիք է, շատեր իրար գանցնեն, մեծ նեղություն է, Հիսուս երկրորդ կալուստ, առաջին կալուստ ամեն իրարու խանեն, աս համարներուն պատճառով, բայց եթե գարտակ արաքյալներուն հարցումը, որ Հիսուսի գարցնեն, 3 տարբեր հարցումներ գարցնեն, եւ Հիսուս տարբեր այդ հարցումներուն պատասխաններ կուտա, եթե շուտությամբ գարտանք շվարելիք բամը չկա, գսե, ուստի երբ տեսնեք ավերմունքին բղձությունը, որ Թանիել Մարգարեի միջոցով ստած էր, քիչ առաջ կարտացինք 9-րդ գլխի մեջը, թե սուրբ տեղը կգնա, ով որ գարտա թող ասկնա, այն ադեն Հրեաստանի մեջ եղողները լերները թոփախչին, ամ որ դանիքին վրա է թող չիչն է իր դունեն փամը առնելու, ան որ արդին մեջ է թող ետ չթարնա իր հանդերձները առնելու, բայց վայն այն օրերը հղի եղողներուն ու ձից դվողներուն աղոտ գրեք, որ ծեր պաղչիլը ծմերը չլա, ոչ ալ շապատ օրը, քանզի այն ադեն այնպիսի մեծ նեղություն պիտի լավ, որու նման աշխարհի սկիզբին մինչև հիմա եղած չէ, ոչ ալ պիտի լա։ Եթե այն օրերը չքիչնային, բնավ մարմինը պիտի չաբրեր, բայց ընդրյալներուն համար այն օրերը պիտի քիչնան։ Այն ադեն եթե մեկը ցեզի ասե հոս է Քրիստոսը կամ հոն է մի հավատակ, բասնզի սուտ Քրիստոսներ ու սուտ մարգարեները պիտի ելեն ու մեծ նշաններ ու ռաշներ պիտի ցուցնեն, որ եթե կարելի է լա ընդրյալներն ալ մոլորեցնեն։ Ասի գխոսի բադահած բաներու մասին եւ շատ հստակ կտեսնենք, որ ինչ կբադահի այս ժամանակներուն եւ այս բոլորը գխոսի մեծ նեղության վերջին 7 տարիներու մասին եւ ասիգա բոլորը գաբված է հрьяաներուն հետ Իսրայելի մասին է որ գխոսի Մատթեոս 24:30 29:30 գսե այն նեղության օրերեն հետո արեքագը պիտի խավարի եւ լուսինը իր լույսը պիտի չդա աստղերը երկինքեն պիտի նան ու երկինքի զորությունները պիտի շարժին այն ադեն որթի մարդու նշանը պիտի երևնա երկնքի մեջ ու երկրի բոլոր ասկերը գոց պիտի ունեն ու պիտի տեսնեն որթին մարդու երկնքի ամբերուն վրա եկած զորությունով ու մեծ բարգով ասիգա գխոսի Հիսուսի երկրորդ կալուստյան մասին որ պիտի լա մեծ նեղութենեն վերջը այն նեղության օրերեն հետո գսե 29-րդ համարը այս Հիսուսի երկրորդ կալուստի պիտի լա եւ ամբերով պիտի կա այս անգամ գսե ամեն աչք պիտի տեսնե հապշտակության համար երբեք չսեր թե ամեն աչք պիտի տեսնե գսե հապշտակության նման ամբերով պիտի կա եւ իրենները կողիբես գսե կողիբես պիտի կա եւ կողնա դանի վերստին ծնածները եւ Քրիստոսով մահացածները բայց ոստեղ գսե ամեն մարդ պիտի տեսնե երբ որ Հիսուս երկրորդ անգամ կա իր սուրբերով իր զորությունը ու մեծ բարգով գսե շատ լավ հիմա հասանք 7-րդ դարվան վերջը ինչ պիտի բադահի այս Հիսուսի փարավոր կալեն վերջը Մատթեոս 25:31-32 մեզի գշարնագե եւ գսե երբ որթի մարդո իր բարգովը կա եւ բոլոր սուրբ հրեշտակները իրեն հետ այն ադեն իր փարած աթորը պիտի նստի անոր արչե պիտի ժողվին բոլոր ասկերը ու զանոնք իրար մե պիտի զադե ինչպես հովիմը ոչխարները այծերեն գզադե ուրեմն գխոսի Թադաստանի մասին ասկերը պիտի թադե գսե Հիսուս եւ Հովել 3:12-16 Հովելիա 3:12-16 գսե ասկերը թող աջաբարեն ու հովսապադի հովի դքան քանզի բոլոր շրջագա ասկերը թադելու համար հոմ պիտի նստին մանկաղը երկնցուցեք քանզի հունցքը հասած է եկեք իջեք քանզի հնցանը լեցվեցավ ավազանները գողորթին քանզի անոնց չարությունը մեծ է բազմություններ գահավաքվին վջիրի հովիդին մեջ դերոջ օրը մոդ է վջիրի հովիդին մեջ
Արևն ու լուսինը պիտի խավարին, աստղերը իրենց պայծառությունով պիտի գործընծնեն, դերը Սիոնեն պիտի քոչե ու Երուսաղեմ իր ցայնը պիտի բարձրացնե, երկինք ու երգիր պիտի սարսին, բայց դերը իր ժողովրդին Աբավեն ու Իսրայելի որդիներուն ամրություն պիտի ըլլա։ Ասի գխոսի Թադաստանի մասին, որ քիչ առաջ խոսեցանք, կարտացինք Մատթեոսի մեջ եւ նույն բարերը գործածվի հետաքրքրական է, որ նույն բարերը գործածե Փարգության օրը, այս վերջին օրը աստղերը մոլոր խավարիլը, սա այս լալեն վերջ Հիսուս պիտի կա եւ ոստեղը Հովսապատի թաշտին մեջ կսե, հոմ պիտի ըլլա այս բոլորը եւ Հովսապատի թաշտը Երուսաղեմի եւ Ցիտենյաց լերան մեջտեղն է եւ հոմ պիտի լան այս բոլորը եւ հիմա եթե զարմանակ ինչու Երուսաղեմը Իսրայել աշխապ մեծ հարց է եւ ամբողջ աշխարհը գուզե չնչել պատմությունը կամ ճշմարտությունը որ Իսրայելի ժողովրդին կպատկանին Երուսաղեմն ալ Իսրայելի երկիրն ալ պատճառը այն է որ Սատանան ճուզ գիտե քալիք բաները եւ ինչ պիտի բադայի այնտեղը գուզե այդ ճշմարտությունը սրբել որբեսի քալիք բաներն ալ փոխվին բայց մենք գիտենք որ պիտի չհաջողի եւ Աստված իր ծրագիրները պիտի գադարե ինչպես որ գրված է եւ ինչպես որ գգարտանք հայտնություն 20 եւ ցավալին ասե մեկը թողչիներ ինձ մետը գավադա որ Երուսաղեմը Իսրայելի չի պատկանիր եւ Պաղեստին Սիներուն է երգիրը ցեզիսեն Պաղեստին երգիր չի գա Պաղեստին բարը Ներոն գայսրը հանեց Երուսաղեմը փնաչնչել են վերջ որբես Իսրայելի անունը փնաչնչե նորեն սատանային կորձը որ պատմությունը վերջանա չշարունակվի եւ գտեսնենք սատանան քանի անգամներ այսպես կնե Հիսուսի ադենը Բեթլեհեմի մանուկները փնաչնչնել դվա որ մեսիան չի կա ամեն ադեն գտեսնենք պատմության մեջ Եստերի ժամանակ նորեն սատանան փնաչնչել ուզեց սրյաները սատանան գործի Աստծո ծրագիրները խափանել բայց պիտի չաճողի բայց գուսամ որ մեկը այս սուդերով չի դարվի որովհետեւ եթե հավատակ ասոնց պիտի նաև վերջ-վերջո այս ճշմարտությունները որ կբացատրեմ անոնց թեմալ պիտի Աստված ցեզի սատանան գասկածեցնել պիտի դա որովհետև կարևոր ճշմարտություններ որ կան որ հիմնված են Իսրայելի ժողովրդի վրա եթե անոնք չընդունենք ասել թե հայտնություն քիրքը չենք ընդունիր Թանիել քիրքը չենք ընդունիր եւ ասիգա մեծ հարցեր կբանա մեր հավատքի մեջ եւ մինչեւ հավատքը գնանք ինալսո սկուշլանք որ սուդերու չավադանք եւ սուդերով չդարվինք սատանային սուդերը շատ են ամեն գոմեն եւ անոնցմով չսպարենք այլ Աստծո խոսքին ճշմարտություններուն հետևինք հայտնություն 22-3 գխոսի հազարամյայի մասին այդ Հիսուս իր թակավորություն երբ որ սուրբերով կա վերջին ադեն պիտի հաստատե 1000 տարի 7 տարի են վերջը 20-րդ գլխուն 2-3 սե ան բռնեց վիշապը այսինքն առաջին օծը որ փանսարգուն ու սատանան է եւ գաբեց զանիգա 1000 տարի ու անտունը ցկեց զանիգա ու կոծեց եւ վրայեն գնքեց որ ալ չմոլորեցնե ասկերը մինչեւ 1000 տարին մնա անգե յետ կբիդի արցակվի անիգա գարջ ժամանակի համար ասի խոսի հազարամյայի մասին որ պիտի բադայի ամիջապես 7 դարվան վերջը որ Հիսուս վերադառնա եւ 4-րդ համարին մեջ կսե աթորներ դեսա որոնց վրա նստան եւ անոնց թադավորություն դրվեցավ նաեւ Հիսուսին վկայության համար ու Աստծո խոսքին համար գլխատվածներու հոգիները դեսա անոնք որ երկրպագություն չրին կազանին ոչ ալ անոր բատկերին ու անոր թրոշմը իրենց ճակատներուն վրա իրենց ցերկին վրա չընդունեցին եւ ապրեցան ու Քրիստոսին հետ 1000 տարի թակավորեցին
Հոս աթորներում մասին որ գխոսի եկեղեցի մասին է որ գխոսի երեցները գային եթե հայտնության 6-7-րդ գլխի մեջ կարծեմ գխոսի այդ աթորներում մասին եկեղեցիները երեցներու մասին գխոսի so եկեղեցին եւ անոնք որ մեծ նեղության ժամանակ գլխատվեցան գսե մարտիրոսվեցան անոնք Հիսուսի հետ 1000 տարի պիտի թակավորեն հազարամյայի ժամանակ Եսայի 2:4 մեզի կներկայացնե 2:4 կներկայացնե թե ինչպիսի ժամանակ մը պիտի լա հազարամյան Եսայի 2:4 կսե անիգա հեթանոսներուն մեջ թադաստան պիտի դեսնե եւ շատ ժողովուրդներ պիտի հանդիմանե անոնք իրենց սուրբերուն ներոթուն սուրերեն խոփեր ու իրենց նիզակներեն հոդոցներ պիտի շինեն ասկի վրա սուր պիտի չվերցնե եւ ալ բادرազմ պիտի չսորվին ինչավոր բան վերջապես նորեն Եսայի 11-ի մեջ կշարնագե մեգեն 10-ը կսե Հեսեին փունեն շարավիրմը պիտի ելե եւ անոր արմադեն ընծումը պիտի փուսնի ու անոր վրա պիտի հանգչի դերոջ հոգին իմաստության ու հանճարի հոգին խորհրդի ու զորության հոգին գիտության ու աստուծո վախին հոգին անիգա դերոջ վախովը պիտի լեցվի ու իր աչքերուն տեսածին այմատ պիտի չթադե ու իր ագանչներուն լսածին այմատ պիտի չհանդիմանե Հաբա աղկադին թադը արդարությամբ պիտի դեսնե ու երկրին զրկվածներուն համար իրավամբ պիտի հանդիմանե իր փերնին կավազանովը երգիրը պիտի զարնե ու իր շրթունքներուն հոգիովը ամպարիչները պիտի մերցնե իր մեջքին կոդին արդարությունը ու իր երիգամուկներուն կոդին հավադարմությունը պիտի լա Քայլը քարին հետ պիտի բնագի ու ինձը ուլին հետ պիտի բարգի հորտն ու արույցը եւ բարարձը վարագը մեկտեղ պիտի արածին ուզանոնք բզդիկ տղամը պիտի քշե գովը արջին հետ պիտի ճարագի անոնց ցակերը մեկտեղ պիտի բարգին արույցը արջարի բես հարթ պիտի ուդե ու գաթնգեր դղան իժին Զագին վրա պիտի խաղա եւ գաթեն գդրվածը ցերկը կարփին փունին վրա պիտի տնե անոնք պիտի չվնասեն ու չաբագանեն իմ փոլոր սուրբ լերանս վրա քանզի երգիրը դերոջը գիտությունով պիտի լեցվի ինչպես ճուրերը ծովը գծածկեն այս բոլորը գխոսին հազարամյային վրայով որ արույցը կարնուգինետ բզդիգը օծի Զագին վրա պիտի խաղա եւ եթե ուշադրություն ունեք կսե խոտ պիտի ուդեն այն գենթաները որ մամիս ուդեն խոտ պիտի ուդեն այսինքն գենթաները նույնիսկ իրար պիտի չմերցնեն իրար պիտի չուդեն իմ սիրածներս մեկը որտեվ ամեն անգամ որ այդ շոյերը գենթաներուն շոյերը գուդան քեցի գենթաներ գծնե մենալ վայրի գենթանին գուկա եւ միս գենթանին գուդե եւ ես channel-ը գտարցնեմ որտեվ իրար կպզկտեն չեմ սիրեր այդ մասերը so ադալ վիդի վերջանա պարկաստուձո եւ Զաքարիա 14-16 մեզի մեկ ճշմարտություն եւս կսե հազարամյայի մասին Երուսաղեմի վրա եկած բոլոր ասկերու մնացորդները ամեն տարի թակավորին զորքերու դերոջը երկրբակություն ունելու ու դաղավարներու դոնը գադարելու պիտի կան այսինքն մինչև վերջ պաշտամուկ պիտի լա այս դոները որ 5 դագարանեն գիշվին այստեղը բոլորը աստուծո պաշտելու հետ կապված դոներ էին եւ պիտի այս հազարամյային ժամանակ համաշխարհային դերը պաշտելու ճշմարիտ աստուծուն պաշտելու ժամանակ պիտի լա եւ պիտի վերջացնեմ այս համարովը այս համարներով որ մեզի խրադագամ մնեն ժամանակս գիտեմ անցավ
Տիտոս 2:11 այս բոլոր ճշմարտությունները գտնալով ինչ պետք է մեզի որ ունենք գսե քանզի Աստծո փրկարար շնորհքը բոլոր մարդոց երևցավ անմեզ գխրադե որբեսի ամբարշտություն ու աշխարհային ցանկությունները ուրանանք եւ սկաստությունով ու արդարությունով եւ բարեբաշխությունով ապրենք այս աշխարհի մեջ ու սպասենք այն երջանիկ հույսին եւ մեծ Աստծո ու մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին փառքին հայտնվելուն այս է դերոջը բադվերը մեզի բոլորիս որ ամբարշտություն են գսե մեր ցանկությունները ուրանանք սկաստությունով արդարությունով ապրենք բարեբաշխությունով եւ սպասենք այն մեր հույսին երջանիկ հույսին որ Տեր Հիսուս Քրիստոս պիտի վերադառնա Տեր դա որ ամենք սալ այս հույսով ամեն օր ուրախ սպասենք պատրաստվենք եւ սպասենք իր վերադարձին որ շատ չանցած ինքը պիտի վերադառնա աղոթենք եւ պիտի փակենք Ետնարար շնորհակալ ենք այդ երջանիկ հույսին համար որ մենք Հիսուս Քրիստոսի միջոցով ունենք ովեր օգնե որ ամբարշտությունը մեր ցանկությունները փախչենք որբեսի գարնանք մաքուր քո արչեւդ ներգանալ մաքուր հագուստներով եւ պայծառ թեմքով գարնանք քո թեմքը տեսնել որտեվ քո խոսքը կսե շատ շանցած պիտի վերադառնաս եւ շնորհակալ ենք որ թուն մեզի ընդրեցիր քո որդվիդ արինովը մաքրեցիր որ քո զավակներ դլանք եւ մեզի կպատրաստես այն դունը որ շատ շանցած մեզի պիտի դանես մեզ բոլորս պատրաստելով դեր եւ օգնե որ չաղդոդվենք այս աշխարհեն իսկ եթե աղդոդվենք պատրաստ լանք միշտ մաքրվելու խոստովանելու որբեսի պատրաստ լանք նաեւ քեզ դիմավորելու Հիսուսի անունով խնդրենք ամեն